Վերադառնալով արտաքին անվտանգության թեմային ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուժեղ պաշտպանունակ բանակը էական տեղ է զբաղեցնում իրական Հայաստանի մեր տեսլականում։ Բայց ինչու ենք այսքան շեշտում բանակի հանգամանքը, եթե խաղաղություն է հաստատված, եթե խաղաղությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մի պարզ պատճառով խաղաղության պայմաններում էլ ուժեղ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար եւ ուժեղ պաշտպանունակ բանակը այս իմաստով այո խաղաղության կարևորագույն գործիք է։ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը կարծում եմ հոդս ցնդեցրեց բոլոր այն շարժումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ այսօր ձեռք ենք բերում եւ արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք այո Հայաստանում ստեղծել ենք ռազմաարդյունաբերական իրական համալիր ու կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Հիմա սակայն մենք մի կարևոր ու որոշիչ փուլ ենք մտնում։ Միջնաժամկետում ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դառնա ֆինանսապես ինքնաբավ եւ ավելի ու ավելի պակաս կախված լինի պետական գնումներից։ Եվ ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտահանման պայմանագրերի ծավալը շարունակաբար աճում է, իսկ պաշտպանության նախարարությունը իդեմս մի շարք տեղական արտադրողների ձեռք է բերել հուսալի մատակարարներ։ Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց խնդիրների։ Ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը եւ այս խնդիրները հասցեագրելու մեր ջանքերը չեն դադարելու եւ մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը, միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ, ես համոզված եմ հարց ու պատասխանի ընթացքում այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալու առիթ կլինի։ Թեմայից առնչվելիս պարզապես չեմ կարող չնկատել եւս մի հանգամանք, որ բանակում արկա խնդիրների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում եւ դրսեւորվում։ Եվ հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մաս են։